Եթե շատ անկեղծ, երբ որ ինձ հարցնում են, իսկ որն է քո ամենասիրած երկիրը, հայերիս համար որն է կարևոր երկիրը, գիտեք, երբ այդ հարցը քեզ տալիս են, դու պետք է շատ անկեղծ զգաս, որն է առաջի պատասխանը, որ եկավ մտքիդ, իմ մոտ առաջի պատասխան միշտ գալիս է Ֆրանսիան։ Ֆրանսիան դա այն երկիրն է, որը որ ընդունեց հայերին եւ տեր կանգնեց հայերին գաղթից հետո եւ ամենաշատ եւ ամենահզոր ուժը մենք ստացանք Ֆրանսիայից։ Պետք է անպայման հիշել, որ Մուսալերան 40 օրը այն պատմությունները, որ մենք գիտենք մեր տատիկների, պապիկների մասին, ամենամեծ գաղութներից մեկը, ամենահզոր գաղութներից մեկը ստեղծվեց հենց Ֆրանսիայում։ Չէ՞ որ մեծ եղեռնից հետո մենք հայտնվեցինք շատ տարբեր երկրներում եւ ամեն երկրում իհարկե մարդկային գթասրտությունը կար եւ շատ տարբեր երկրներում էս դեր կանգնեցին, տարբեր երկրներ ստեղծեցին մեր համար ապրելու հնարավորություն եւ միշտ այդ բարյացակամությունը ֆրանսիացի ազգից եւ Ֆրանսիան այդպիսի վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ։ Ամեն տարի եւ երբ փնտրում ես ում անդրադառնաս եւ ինչպիսի զգացողություն ունես քո հավաքածուները պետք է խոսեն, չէ՞, ամեն մարդ ստեղծագործելուց ուզում է ցույց տա նյութով ինչ է ինքը անում եւ ես հագուստի միջոցով ցույց եմ տալիս իմ վերաբերմունքը մեր պատմական կերպարներին, որտեղ իմ հիմնական հավաքածուները վերաբերվում են հայկական տարազին, բայց ես ունենում եմ բարբերաբար պորտկումներ եւ անդրադառնում նաեւ այն մեծանուն հայերին, ում մասին ուզում եմ ստեղծագործեմ եւ այս տարի ինձ մոտ պորտկում էր անցյալ տարվանից սկսված, որ ուզում եմ անդրադառնամ Ազնավուրին եւ թե ինչպես եմ ես ընկալում իր երաժշտությունը, իր գոյը մեր կյանքում, որովհետեւ Ֆրանսիայում լինելու տարիներին ես բազմիցս զգացել եմ, թե ինչ մեծ դեր ունի Շարլ Ազնավուրը ամեն հայի կյանքում։ Դա մի երկիր է, որտեղ որ երբ քեզ հարցնում են ինչ ազգ ես եւ դու ասում ես, որ ես հայ եմ, անմիջապես Ազնավուրի անունն են տալիս եւ դու հասկանում ես, թե ինչ կարեւոր է մեկ մարդու մեծ մարդ լինելը։ Առաջին անգամ երբ ես ստեղծեցի հավաքածու եւ ինքը նվիրված էր Ազնավուրի հիշատակին, ինքը շատ ավելի երևի էմոցիոնալ եւ շատ ավելի կրելի մի բան էր, այսինքն իրան կարելի էր ցույց տալ բեմում, իրան կարելի էր հպարտորեն հագնել, որտեղ իր մեջ հիշողություններ, թե ես ինչպես եմ ընկավ, այսինքն ես կարդացի Ազնավուրի մասին, մարդիկ ինչ որ բան կարդում են ու հետո նկարում են, չէ, դու կարող ես կարդաս եւ ֆիլմ բեմադրես, դու կարող ես դերասանին նմանացնես այն կերպարին, ում մասին կարդացել ես, դու կարող ես նկարիչների աշխատանքներ ուսումնասիրել եւ դրանից ելնելով ինչ որ մի հատ կերպար ստանալ։ Հիմա ես կարդացել էի Ազնավուրի անցած ճանապարհը եւ մտածել, որ ես պետք է այ դա կարդալով փուլերով ցույց տամ, որ ինքը ծնվել է այս ընտանիքում, իր ծնողները եղել են այս մարդիկ, գաղթական ուղին բերել է իրանց հասցրել է այս ճանապարհին, այսինքն Ազնավուրի կյանքի փուլերը ընկալելով, ես ուզում էի այդ փուլերով ցույց տալ, թե իմ հագուստի հավաքածուն որտեղից ուր հասավ Ազնավուրը, փոքրիկ Ազնավուրը, ընտանիք, որը որ գաղթական էր եւ հայտնվել էր Ֆրանսիայում, եւ թե ինչպես է ճանապարհը, թե ինչպես նա երիտասարդ մարդ ոնց զարգացավ։ Ու ես դա ուզում էի ցույց տալ հագուստի էտապներով։ Երբ որ ես այդ հավաքածուն արեցի, շատ սիրվեց մարդկանց կողմից եւ բոլորը նայում էին որպես sense fashion հավաքածու, որտեղ որ մոդելները սկզբից շատ ավելի բաց հագնված էին, վերջում նրանք զինվեցին հագուստով։ Այդ գաղափարը իմ մեջ առաջացել էր, երբ ես առաջին անգամ ուսումնասիրում էի մեր եկեղեցական հագուստը եւ տեսնում էի, որ ինչքան աճում է քո զբաղվածությունը եկեղեցում, այնքան քո հագուստի վրա ինչ որ էլեմենտ է ավելանում։ Այդ էր գաղափարը, որ ինչքան աճում ես դու, այնքան քո հագուստի մեջ
ավելանում են ինչ-որ մասեր։ Մենք հյուրերից ստանում ենք արձագանքներ, որ ելնեք մեր երկրում մի անգամ սա ցույց տայք եւ այլն, ու ես որոշեցի, որ կարելի է փորձել հավաքածուն շարունակել եւ հրավիրել իմ հետ ստեղծագործելու իմ վաղեմի բարեկամին, որի հետ վաղուց մտածել ենք մի բան միասին անել։ Կրիստինան եկավ Հայաստան, մենք հանդիպեցինք մի քանի անգամ, այսինքն բացի մեր on-line հարթակում աշխատելուց, մեր պատկերացումները, անձնավորի երաժշտությունը ընկալում ենք ամեն մեկս մի տեսակ։ Անշուշտ Կրիստինան միգուցե գիտեր ինչ-որ երգեր, որոնք չգիտեի ես էլ միգուցե գիտեի ինչ-որ մանրամասներ անձնավորի կյանքից, որոնք որ իմ համար շատ կարևոր էին գունազգացողության մեջ, եւ ինչու է ես ընտրում մատերիալը, որպեսզի լինի սպիտակ։ Ես իր մաքրության հետ էի ճերմակ գույնը կապում։ Ես կարծում եմ, որ դա ամենալուսավոր կետերից է հայ ազգի պատմության մեջ եւ ամենաականավոր վաստակավոր գործիչներից մեկն է, որին կարելի էր նվիրել հավաքածու։ Կրիստինան իր համար ստեղծագործեց եւ մենք այսօր ունենք իր մոտեցումը շատ հետաքրքիր կերպ անդրադարձավ մեր հագուստների մեջ։ Մեր ընկերությունը երևի սկսվել է 90-ականների վերջում, տենց ստացվեց, որ անընդհատ ասում ենք միասին ինչ-որ ծրագիր պետք է անենք, միասին պետք է ինչ-որ մի մեծ գլոբալ ծրագիր անենք, Լիլիթը ստեղ էր ստեղծագործում, ես Ֆրանսիայում եմ ստեղծագործում, չէր համընկնում, չէր խաչվում մեր ճանապարհները։ Եվ վերջապես այս տարի Լիլիթը ունեցավ մի հիանալի իդեա, սա Լիլիթի մտահաղությունն է, ես այստեղ ոչ մի բանով Լիլիթին չեմ օգնել, ուղղակի Լիլիթը ինձ խնդրեց, ասեց, գիտես Կրիստինա ջան, դու երևի ուրիշների համար այդ բատիկան շարֆը, այդ նկարազարդումները արդեն արել ես, ուզում եմ նոր շունչ, այնպես բան անենք, որ ոչ մեկի համար դեռ չես արել, իմ համար արա նկարներ։ Իմ համար Կրիստինա Մկրտչյանը, իմ մտերիմ ընկերուհին, դա մի մարդ է, ում ես ուսուցիչ եմ համարում, որովհետև շատ տարբեր բաներ իմ կյանքում սովորեցրել է ինձ անել Կրիստինան։ Ինքը իմ եղել է եւ իմ ստեղծագործական ճանապարհում ճանապարհ հարթողը, որովհետև ինչ սովորում էր եւ ինչ գիտեր սովորեցնում էր ինձ, ու մենք այտենց միշտ մտածում էինք, որ իրար հետ մի օր մի բան պիտի անենք։ Ես Հայաստանում էի, ինքը Ֆրանսիայում էր, պարբերաբար փոխվում էր իրականությունը։ Ես էի Ֆրանսիայում, ինքն էր Հայաստանում, ճանապարհորդում էինք ինչ-որ փոքր ճանապարհներ միասին ու միշտ մտածում ենք, որ կգա այդ օրը, որ մի բան միասին կանենք։ Եվ երբ առաջացավ գաղափարը ստեղծել տարբեր հավաքածուներ, եւ հասանք նրան, որ պարզապես եղավ հնարավորություն ստեղծել միասին մի հավաքածու, որը որոշեցինք անվանել ֆրանսիական ռիթմեր։ Ինչու ֆրանսիական ռիթմեր, որովհետև առաջին հերթին դա մի լայն գաղափար էր, որտեղ որ մենք կարող էինք հարուստ անցյալին մեր վերադառնալ եւ ընդգրկել այդ ֆրանսիական ռիթմերում շատ տարբեր ականավոր գործիչների, ովքեր որ կապ են ունեցել Ֆրանսիայի հետ, եւ նաեւ իհարկե ստեղծագործողը Ֆրանսիայում դա Կրիստինան էր, ով իմ հետ միասին անդրադառնում էր տարբեր թեմաների, եւ առաջինը ընտրեցինք անդրադառնալ Անձնավորի հիշողությանը, այսինքն մեր հավաքածուն մենք նվիրեցինք, մեր համար դա հիշատակին է Անձնավորի նվիրված եւ մենք ստեղծեցինք մի հավաքածու, որտեղ որ Կրիստինայի նկարները անդրադարձան իմ հագուստների մեջ։ Եթե դու պատմվածք ես կարդում, շատ հեշտ է իլյուստրացիա անել, որտեղ կա կոնկրետ պերսոնաժ, կոնկրետ եւ այլն։ Շարլի երգերը էլ ավելի բարդ են իլյուստրացիայի ենթարկվում, որտեղ այնտեղ միայն էմոցիաներ են։ Իսկ էմոցիաները դժվար է նկարազարդել։ Դա Փարիզն է, դա սեր է։ Առաջի հերթին մենք խոսում ենք սերի մասին։ Իսկ քանի որ Փարիզը դա սիրո քաղաք է, մեխանիկորեն իմ մոտ ստացվեց Փարիզի հետ կապված մի հետաքրքիր բան, որը ես թույլ եմ տալիս ձեր կարծիքը եւ ձեր դատարանը դուք որոշեք ինքներդ։
իմ ստեղծագործությունը բացարձակ կապ չունի անձնավորի հետ։ Դա իմ ընկալումն է անձնավորի կյանքին, անձնավորի մասին իմ ինֆորմացիային, եւ դա իմ ընկալումն է իր հետքին, որը ինքը թողեց հայ ազգի պատմության մեջ, մեր մշակութային ժառանգության մեջ, թե ինչ հետք թողեց անձնավորը ընդհանրապես ամեն հայ մարդու կյանքում, ինչպես ազդեց իր երաժշտությունը, իր ստեղծածը մեր բոլորի համար, արվեստագետների համար, թե ինչպես ես դու հպարտանում եւ ինչ ես դու զգում, երբ որ դու լսում ես իր երաժշտությունը օտար ամայի վայրերում եւ դու ինչպես ես քեզ զգում։ Իմ ամենասիրելի երգը դա «Դե քթրիստը Վենիզը», որը թարգմանում է ինչպես տխուր ես դու Վենետիկ, երբ որ չկա էլ սեր, դա սերի ավարտի մասին է։ Ճիշտ է, ինքը Վենետիկի մասին է երգը, բայց ես վերցրեցի մի կադր, որը բոլոր եվրոպական է։ Եվ այստեղ երևում է մի քիչ, որ ես ճարտարապետական կրթություն ուներ, երևի, որը սենց ընդհանրացնում է ամբողջ եվրոպական քաղաքները, այդ տխուր պատմությունը կարող է լինել եւ Վենետիկում, եւ Հռոմում։ De triste Venise, quand l'amour arrive à la fin։ Ինչպես տխուր ես դու Վենետիկ, երբ որ սերը գալիս է իր ավարտին։ Կար այսպիսի հարգանք Քրիստինայի նկատմամբ, որ երբեք չեմ մտածել, որ պետք է ստեղծագործող մարդուն հուշեմ, թե ինքը ինչ նկարի է, այդ կակ մինիմում քեզ վեր դասել է, եւ ես ինձ վեր չեմ դասում, եւ ես լրիվ լիարժեք ազատություն էր Քրիստինան ու ես չենք կարողանում որոշենք մեզանից ով պիտի առաջինը անի, այսինքն ես պիտի հագուստների ձևերը տամ իրեն, թե ինքը ինձ պիտի նկարները տա, որոնք ես պիտի հագուստների վրա օգտագործեմ ու դրանցից ոգեշնչված ես ստեղծեմ այդ հագուստները։ Հետո որոշեցինք ստեղծագործել ամեն մեկս իր համար, ինքը անում էր նկարները, ես ստեղծում էի հագուստների ձևերը։ Այսինքն սենց մի հատ հետաքրքիր համագործակցություն էր, որտեղ երկու ստեղծագործող իրար հարգելով ստեղծում էին տարբեր էսքիզներ, համադրում էին իրար հետ, շատ հաճախ ես մտածում էի, որ կարող է իմ մտածելակերպը չի համապատասխանում Քրիստինայի մտածելակերպի հետ, հետո հասկացա, որ երկու նման մարդ լավ չի, ինչ լավ է, որ մենք տարբեր ենք մտածում, ինչ լավ, ինչ առողջ է, որ իր նկարչությունը եւ իմ հագուստի պատկերացումը բացարձակ իրար հետ կապ չուներ ու վերջում ծնվեց այն ինչ որ մենք շուտով կցուցադրենք եւ մեր ֆիլմում կունենանք նաեւ մեր էսքիզների եւ մեր աշխատանքների անդրադարձ։ Ճիշտ է, կարող է ունենանք տարբեր պատկերացում որոշ մոդելների վրա, բայց մենք հենց աշխատում ենք այն դիրքի վրա, որ պետք է երկուսիս էլ դուր գա։ Եվ դա համատեղային երկու արվեստագետի տանդեմ է։ Ես չեմ փորձել որևիցե կերպ օգտագործել իր երաժշտությունը իմ ցուցադրությունների մեջ, ես չեմ փորձել իր ձեռագիրը օգտագործել իմ ստեղծված շարֆերի մեջ, բայց ես ստեղծագործել եմ ազդված իր արվեստով եւ կարդալով իր մասին, թե ինչպես մի հայ կարողացավ այնքան մեծ հետք թողել աշխարհում, որ իր ազգի մասին ծանոթացան եւ հարգեցին այդ ազգը։ Կան նկարազարդում, որը ուղղակի ընդհանրացված է, ենթադրենք աղջիկը Մոլեն Ռուժի հեծանիվի, սա կարելի է բոլոր Շարլ Ազնավուրի երգի ընդհանրությունը, որն է նշել։ Շարլ Ազնավուրը ունի երգ «Je vais t'attendre jusqu'à la fin de ma vie», ինչ նշանակում է ես քեզ կսպասեմ մինչև իմ կյանքի վերջը, հրեշտակի պես բաց թևերով։ Նույնիսկ եթե դու չգաս, même si tu reviendras pas։ Բայց գիտեք, եթե կա դիզայներ, որը որ չի հեռանում իր էսքիզներից, երևի այդ ես չեմ։ Դու կարող ես հագուստի ֆորման փոխես, դու որոշես անես մի կերպ,
բայց դու կարող ես չկարողանաս այդ կերպը ստանաս, այսինքն այնքան բաներ փոխվում ընթացքում, բայց շատ կարևոր էր, որ մենք երկուսս հավանում ենք իրար արած, այսինքն ես երբ որ ես տեսա առաջին էսքիզը, որ Քրիստինան ինձ ուղարկեց, ես ապշեցի, որտեղ ես լրիվ այլ մոտեցում էի պատկերացնում, բայց երբ որ ինքը եկավ Հայաստան, բայց ես ինձ թույլ չտվեցի անգամ հարցնեմ, իսկ ինչու ես այս ձեռքը նկարել եւ ծաղիկով ձեռք, բայց երբ որ ինքը եկավ Հայաստան, ինքը ինձ բացատրեց ինչու է ինքը ձեռքը նկարել, ես այդ չէի էլ հարցրել, իմ համար շատ հետաքրքիր էր, որ փաստորեն ինքը ոչ թե նկարել է, երաժշտությունա լսել, ոգեշնչվել է, ինչ որ մի բան է իր մեջ արտնացել, այլ ինքը ուղղակի ձեռքա նկարել, որը նվիրում է անձնավորին այդ ծաղիկը։ Եվ դա մեր վերաբերմունքն է մայստրոին, դա մենք ուզեցել ենք շնորհակալություն ասենք, որ ինքը կա, ու որ մեր բոլոր հայերի համար ինքը շատ մեծ ճանապարհներ է ստեղծել եւ մեզ սիրում են, հարգում են, ճանաչում են մի քանի հայ մեծերի պատճառով, միգուցե այդ շատ կարեւոր է, որտեվ ես շատ տարբեր երկրներում ասել եմ, որ ես Հայաստանից եմ, բայց կարող է լինեին պետություններ, ազգեր, որոնք Հայաստանի տեղը անգամ չէին պատկերացնում, բայց անձնավոր էին ճանաչում, ու այդ շատ մեծ նշանակություն է։ Եվ ձեզ ցույց տամ ինչն է ինձ ոգեշնչել, եւ նայելով ամեն տեսնում եք սլակներ, ես մի անգամից գծեցի, թե Լիլիթ, այս շորիկներն եմ ուզում, սրանց վրա կարելի է մի հատ ցենց ցնդելու կոլեկցիա անել։ Սա հում խմորն է, որին նայելով ես սկսեցի puzzle-ները հավաքել իմ գրքի մեջ, այս ալա բոհեման կարող է լինել, սա ամեն մոա au bout du monde, սա կարող է լինել de triste Venise, սա կարող է լինել սա Իզաբելը au maman եւ տարբեր շեդևրները Շարլ Ազնավուրի։ Բարդությունը մենք անցանք, որտեվ երբ որ ինքը ուղարկում էր էսքիզներ, ես իհարկե շատ հարգելով, բայց մի երկու էսքիզ ասի գիտես, ես չեմ պատկերացնում այս երկու էսքիզը, ընդհանրապես չեմ պատկերացնում ոնց եմ օգտագործելու հագուստների վրա եւ մի երկու էսքիզ վերանայվեց եւ ես դա ասելուց շատ մեծ պատասխանատվություն էի զգում, որտեղ մտածում եմ, բա որ հանկարծ իմ գոլեգային, իմ լավ ընկերոջը նեղացնեմ ու ինքը չուզենա շարունակի, բայց այդպես չեղավ, ինքը շատ adekvat ասեց, օքեյ, շատ ավելի լավ է, որ դու ինձ ասում ես, որտեվ գիտեք, երբ որ մեկը մյուսին չասի, որ ես սա չեմ պատկերացնում, ես ոնց է ես իրան կիրառելու, իսկ հետագայում բարդությունները իհարկե կարևոր է իրար լավ ճանաչելը կամ գոնե կարողանալ ճանաչելը ու իրար հետ խոսալը, ընդհանրապես ես կարծում եմ, որ մարդիկ եթե իրար հետ խոսալու կուլտուրա ունենան, իրանք շատ ավելի լավ կապրեն, մեր խնդրեմը չկարողանալ իրար հետ խոսալն է եւ այդ մենակ մեզ չի վերաբերվում ու դա միայն մեր ոլորտի մասին չի եւ եթե մարդիկ ունենան իրար հետ խոսելու հնարավորություն, անկեղծ ասեն, որ գիտես, ես այս չեմ սիրում կամ այս չեմ հավանում եւ դա ընդունվի, ոչ թե վիրավորանք, այլ որպես արի մի հատ նորից փորձենք, ինձ թվում է, որ այդ մեր ընկերությունն էր, որ ամեն ինչ կարծում եմ ստացվեց։ Երևի այստեղ համատեղվել է եւ իմ Փարիզում ապրելը եւ իմ Ֆրանսիայի ընկալումը եւ իմ իլյուստրատոր լինելը եւ իմ դիզայներ լինելը, ամեն ինչ 3 պարամետրներով համընկավ եւ ստեղծվեց այս հիանալի կոլեկցիան, ինձ թվում է շատ գեղեցիկ եւ համով բլիթ կստացվի մեր համատեղ տանդեմին։ Յուրաքանչյուր բան, որ ստեղծում է ստեղծագործողը, ինքը պիտի ցուցադրվի։ Նախ դու պետք է կարծիք լսես, այդ շատ գիտեք, շատ վախենալու, շատ սրտատրոփ մի բան է, երբ որ դու կարծիք ես սպասում, եւ դու պիտի անպայման կարծիք լսես, հակառակ դեպքում դու չես աճի, եւ դու պետք է լսես առողջ ազնիվ կարծիք, ոչ թե քեզ պետք է հաճոյանան եւ քեզ գովեն, այլ դու պետք է ազնիվ կարծիք լսես եւ դու ինքդ պետք է սովորես քո սխալները տեսնես, իսկ մենք միշտ մեր սխալների վրա պետք է սովորենք, որտեղ դու չես կարող անել առանց թերությունների, դու չես
չես կարող ստեղծագործել առանց խնդիրների, դու պետք է համարձակություն ունենաս ամեն անգամ ոտքի կանգնես գնաս առաջ եւ այո մենք ցուցադրելու ենք։ Ես շատ անվախ ցուցադրելու եմ ամենաբարձր եւ ամենակարևոր հարթակներում, կարծում եմ, որ ինքը պետք է ունենա շարունակություն եւ մեզ աճելու հնարավորություն կտա։ Ես կարծում եմ, որ սա պետք է մնա որպես երկու արտիստի համագործակցության արդյունք։ Այստեղ նաեւ իմ ու Կրիստինայի մասին է այս հավաքածուն, ինքը ոչ միայն ֆրանսիական ռիթմեր եւ շարունակական ծրագիր է, ինչքան նաեւ իմ ու Կրիստինայի վերաբերմունքն է միասնական աշխատանքի, համատեղ աշխատանքի եւ սա պետք է զարգանա եւ սրան պետք է ավելանան ուրիշ արտիստներ նույնպես եւ ինքը պետք է շրջիկ ցուցահանդես լինի, որտեւ որ նորաձևության մեջ մենք մեր ասելիքը ունենք եւ մենք միգուցե սրանով նաեւ կրթում ենք, որպիսի երիտասարդները կարողանան ունենան համագործակցություններ եւ իմ համար շատ կարեւոր է, որ մենք հիմա կարողանանք համագործակցության ուղի գտնենք օտար ազգերի եւ օտար ստեղծագործողների հետ։ Սա մեր առաջին փորձն է եւ սա պիտի աճի։